Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Դուք երևի գիտեք, որ նոր տարվա շեմին յուրաքանչյուր նախարար ստացել է 7 միլիոն դրամ պարգևավճար։ Դուք գիտեք այդ մի թոշակառուի քանի տարվա թոշակն է, 16 տարվա։ Այ ինչպիսի գիշատիչ իշխանություն ունեք։ 16 տարվա թոշակառուի թոշակը տվել են նախարարի մի ամսվա պարգևավճար։ Խայտարակություն է, սենց կոնտրաստ սոցիալական, որևէ երկրում չգտնի։ Ու հույժ գաղտնի հրամանի տակ են դա ձևակերպել։ 3 միլիարդ դոլար դեկտեմբերի նախավերջին օրը պետբյուջեից դուրս է գրվել դրամ կներեք 3 միլիարդ դրամ ազի բյուջե ունենք այդ պարգևավճարների համար։ Հետևաբար ես մեր կուսակցության մոտեցումը ասացի, կրկնում եմ, դերևս ձևաչափային քննարկումներ չկան, դերևս այդ ֆորմալիզացիայի փուլ չի մտել, բայց ես կոնսոլիդացիոն կենտրոններից ամենաարժանահավատը համարում եմ պարոն Ծառուկյանի ձևավորած կենտրոնը, մանավանդ որ Գելափի հարցումները, վերջին հարցումները ցույց էին տվել, որ ով կարող է առաջնորդել հասարակության հոգևոր եւ հասարակության առողջացումը եւ միասնությունը նման հարցադրման տակ, այսինքն ով կարող է հասարակական կոնսոլիդացիայի մեջ մեծ նպաստ ունենալ, այդ հարցման պատասխաններով պարոն Ծառուկյանը երրորդ տեղում էր Միքայել Աչապայանից եւ ամենայն հայոց կաթողիկոսից հետո։ Այս հարցման տվյալներն էլ Գելափն էր անցկացրել, ես Գելափի հարցումն եմ ասում։ Եվ երրորդ խնդիրը, որից հետո կպատասխանեմ ձեր հարցերին, եթե կան։ Որն է այս ընտրությունների գլխավոր ինտրիգը։ Կամ վերարտադրվի Նիկոլ Փաշինյանը, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանը իր հակաեկեղեցական կամպանիայով, այդ հակասահմանադրական կամպանիայով ոչ միայն այդ գործընթացի նպատակին է փորձում հասնել, այլ այս գործընթացը օգտագործում է որպես գործիք ընտրական գործընթացը սպասարկելու համար։ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ դաշնակիցը ապատիկ հասարակությունն է։ Այս հակաեկեղեցական կամպանիայով նա փորձում է ստանալ ապատիկ հասարակություն, որովհետև գիտի, որ ապատիկ հասարակությունը պասիվ մասնակցություն է ունենալու ընտրական գործընթացին, եթե քիչ մարդ է մասնակցում ընտրություններին, դա էլեկտորալ ընդհանուր համակարգում բարձրացնում է վարչական ռեսուրսի տեսակարար կշիռը եւ դա ավտոմատ բերում է իշխանության վերարտադրությունը։ Նիկոլ Փաշինյանը ձգտում է, որպեսզի 1,200,000 այդ կարգի մարդ մասնակցեն ընտրություններին, որպեսզի կարողանա իր վերարտադրության հարցը լուծել։ Ես հիմա ձեզ մի մասնագիտական հաշվարկ կասեմ, շատ մանրակրկիտ հաշվարկված։ Եթե ընտրություններին 53-ից 55% մասնակցություն լինի ընտրողների, դա մոտավորապես կազմում է 1,400,000։ Որևէ ընտրակեղծիք, որևէ ռեպրեսիա, որևէ կայակալած Նիկոլ Փաշինյանին փրկել չեն կարող։ Նա անխուսափելի պարտվում է 53-ից 55% ընտրական մասնակցության դեպքում։ Այնպես որ ուզում եմ ասեմ, ոչինչ անհուշ չի, համարեք առաջադրանք մեզ ու դիմադիր մյուս բոլոր սուբյեկտներին, որպեսզի էֆեկտիվ աշխատենք հասարակության հետ եւ հասարակության սուբյեկտությունն ու մասնակցության մակարդակը ընտրական գործընթացին մեծացնենք։ Բարձր մասնակցության դեպքում այդ բարձր ասացի 53 եւ ավել տոկոս մասնակցության դեպքում Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության պարտությունը անխուսափելի է։